հապկից դժգոհությունները այդքան շատ են եւ արդեն 2 տարի է շարունակում են այդ դժգոհությունները հնչել, ինչու չի դուրս գալիս Հայաստանը հապկից։ Գիտեք, այդ հարցի պատասխանը բազմիցս տրվել է եւ կարծես թե հապկն է, որ Հայաստանի նկատմամբ ուրեմն շատ կոպիտ ասած ձեռքերը լվացել է եւ դուրս եկել Հայաստանից։ Ոստի ինչ մնում է տեխնիկական կողմին եւ այդ գործընթացներից, կարծում եմ դա հավելյալ քննարկման առարկա է եւ ժամանակի, պահի եւ հետևանքների շուրջ պետք է համալիր քննարկում լինի եւ հասկանալ։ Չի գտնում Հայաստանը, դա է պատճառը։ Գիտեք, Հայաստանի անվտանգության ապահովման համար ամենակարևորը դա մեր զինված ուժերի, մեր բանակի մարտունակության բարձրացումն է եւ բարեփոխումների շարունակումը, իսկ մնացածի մասին արդեն ասացի, Հայաստանը բաց է համագործակցել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում այլ գործընկերների հետ եւս։ Բայց կան առաջարկներ, որոնք կարող են օրինակ փոխարինող լինել հապկին եւ Հայաստանը որ ասում եք փոխարինող լինել հապկին, ինչ հապկին ինչպես պիտի փոխարինեն, եթե հապկը անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, ոչ, չենք ցանկանում մի այնպիսի մեխանիզմի հետ համագործակցել, որը կրկին անգործություն կանի, բայց քննարկումներ կան ավելի գործուն մեխանիզմներ, բայց նորից եմ կրկնում, մեր անվտանգության գլխավոր երաշխավորը դա Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են։ Հակելի գործընկերներ, ես կարծում եմ այդ քննարկումները ՆԱՏՕ-ի հետ կապված բավականին այսպես ռոմանտիզացվում են մեր լրատվական դաշտում եւ հանրությունում։ Դուք տեսնում եք, որ երկրներ, որոնք ունեն հակամարտություններ, աշխարհի ամենախաղաղ երկրներն են, այսօր դժվարություններ ունեն ՆԱՏՕ-ի անդամակցելու հետ կապված։ Ինչպես եք պատկերացնում մոտ ապագայում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ես ուղղակի տեխնիկապես եւ քաղաքական նկատառումներ ելնելով դրա հնարավորությունը ուղղակի չեմ տեսնում այստեղ։ Ես Հայաստանի կառավարությունը երբևէ նման դիրքորոշում չի հայտնել, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ի հետ, բայց ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի հետ կա համագործակցություն տարբեր բնագավառներում, հատկապես կրթական եւ այլ համատեղ գործողությունների շրջանակներում։